Մարտիրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար։ Պարոն Մարտիրոսյան, այսպես մասնագիտական խորացված կուզեմ ներկայացնեք այս ամեն օր մեր ծորներով յուրաքանչյուրիս վրա դրվող պետական պարտքը աճող այդ աստղաբաշխական թվերը, սրա զուգահեռ որևէ ձև օրինակ թոշակները չեն բարձրանում, սրա զուգահեռ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, իրենց մոտ արդեն ոնց որ փաթեթով կա առաջիկայում իրենց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ծրագիրը, գիտի, որ հենց դա անեն 97% հասարակության իրենց հայոյելու է, խնդրեմ այս մասով ձեր գնահատականը տակ եւ Ռուսաստանում նախնական զրույցում բավականին խիստ գնահատեցիք, որ մինչեւ անգամ թվերին չի տիրապետում հստակ, որպեսզի կարողանա ներկայացնել, որին պատասխան Ռուսաստանի նախագահ Ատեսակիչ կտրուկ իրեն ուղեց, նկատողություն արեց ըստ էության, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր գնահատականը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հետաքրքիր հարցադրումներ դրեցիք, բայց ես ձեր հարցին փորձեմ պատասխանել վերջին մտքով։ Այո, Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպը շատ տհաճ էր, ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետը, նա պետք է տիրապետի գոնե տարրական ինտելեկտի կամ առհասարակ թվաբանությանը եւ կամ առհասարակ իր աշխատակազմը պետք է տեղյակ պահեր։ Այո, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին այդ փոքրիկ միջադեպը, որ նա ասում է 4 միլիարդ է 2025 թվականին ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ եւ Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտինն ասում է ոչ, ավելին, ոչ 4 միլիարդ, ոչ ավելին, անցած տարի 9 միլիարդ, բայց իրականում 12-ից 14 միլիարդ է եղել միայն անցած տարի ապրանքաշրջանառությունը։ Փորձել է հակադրվել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ Նիկոլ Փաշինյանը թվերը ճիշտ է ասել, բայց բացարձակ սխալվում է նա։ Նիկոլ Փաշինյանը առհասարակ թվերին չի տիրապետում, հետևաբար նա հստակ իր միտքը կասեր եւ մի փոքր էլ կփորձեր հանդիմանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դա խայտառակություն է, բայց ունենք այն, ինչ որ ունենք։ Ինչ վերաբերվում է բուն այսօրվա մեր թեմային խոսելու, պետական բյուջե, պետական արտաքին եւ ներքին պարտք, սոցիալական հիմնախնդիրներ, այո մեր կենսաթոշակառուներին, հաշվանդամությանը։ Փորձենք սկզբից։ Ինչը նշանակում առհասարակ պետական արտաքին եւ ներքին պարտք։ Յուրաքանչյուր պետություն աշխարհում ունի եւ արտաքին եւ ներքին պարտք։ Խնդիրը նրանում է, որ այդ պետական արտաքին եւ ներքին պարտքը կառավարելի լինի կառավարության կողմից։ Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը գերազանցում է գրեթե 14 միլիարդ դրամը եւ 14 միլիարդ դոլարը ներողություն եւ Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին պարտք համախառն ներքին արդյունք համադրությամբ այո շուրջ 55% է կազմում եւ մեր էկոնոմիկայի նախարար եւ ֆինանսների նախարարը հպարտորեն ասում են, որ դա կառավարելի է եւ օրինակ են բերում Միացյալ Նահանգներին եւ Ճապոնիային արտաքին պարտք հարաբերակցությունը։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին եւ ներքին պարտքը միասին շուրջ 34 տրիլիոն դոլար է եւ համախառն ներքին արդյունքի շուրջ 126%-ն է։ Ճապոնիայինը ավելին է 255%-ն է, բայց ինչու են այդ դեպքում այդ երկրները բարեկեցիկ, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին կառավարության պարտքը հարաբերակցությամբ 55% եւ բազմաթիվ տնտեսագետներ ընդհանուր նաեւ ես պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը իդեմս կառավարության եթե այս տեմպերով զարգ տա պետական արտաքին եւ ներքին պարտքի ավելացմանը, սոցիալական տարաբնույթ խնդիրներ լուծելու եւ առհասարակ կապիտալ ծախսեր անելու, մինչեւ 2030 թիվը չի բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը դեֆոլտի առջեւ է կանգնելու։ Նախ սկսենք այն բանից, որ պետական արտաքին պարտքը, որպեսզի ժողովրդի համար ավելի հասկանալի լինի, դա ֆինանսական ռեսուրսներ է, որը ներգրավում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կամ տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտներից, իդեմս բանկերի կամ առանձին պետություններից եւ պարտավորվում է X ժամանակահատվածում վերադարձնել այդ գումարը տոկոսադրույթներով։ Ինչ է նշանակում ներքին պարտք հասկացությունը, երբ որ կառավարությունը կենտրոնական բանկի միջոցով թողարկում է պետական պարտատոմսեր, բանկերի միջոցով այն շրջանառության մեջ է դրվում եւ հասարակ քաղաքացիները կամ ռեզիդենտ քաղաքացիները ձեռք են բերում այդ պետական պարտատոմսերը
եւ ակնկալելով նաեւ տոկոսադրույքներ։ Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին պարտքը շուրջ 14 միլիարդ է։ 2018 թվականին այն հասնում էր գրեթե 6 միլիարդի։ Այսինքն 7 տարվա մեջ այս մարդիկ արտաքին պարտքը ավելացրեցին 8 միլիարդ դոլարով։ Եվ հետաքրքիրն այն է, որ 8 միլիարդ դոլարով արտաքին պարտքը եւ ներքին պարտքը միասին ավելացնելով միայն կառավարության պարտքը, Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացիները իրենց մաշկի վրա չզգացին այդ 8 միլիարդ դոլարի դրական էֆեկտը։ Այո, հասկանալի է, պարտքի ավելացումը կարող է լինել նաև երկարաժամկետ կամ տևական նշանակության եկամուտների ակնկալիքով, բայց այն, որ այդ ռեսուրսները ծախսվել են ոչ անարդյունավետ եւ կապիտալ ծախսերը յուրաքանչյուր տարի պետական բյուջեից նախատեսված նաև պարտքի ավելացման հաշվին թերի են կատարվել։ Հայաստանի Հանրապետության միայն 2025 թվականի մարտ ամսին մեր կառավարությունը 750 միլիոն դոլարի եվրոբոնդեր է տեղադրում միջազգային ֆոնդային շուկայում 7.1% տոկոսադրույքով, միայն տոկոսները 750 միլիոն դոլարի, մեկ վարկի օրինակով եմ ես ուզում միտքս ձևավորել, միայն 750 միլիոն դոլարի տոկոսները տարեկան կազմում է 53 միլիոն 250 հազար դոլար եւ 10 տարով է վերցվել այդ վարկային միջոցները, որի մի զգալի մասը գնացել է արտաքին եւ ներքին պարտքի սպասարկմանը այս տարվա եւ մի մասը սոցիալական ծախսերին։ Այսինքն իրականում այդ 750 միլիոն դոլարը, երբ որ մեր կառավարությունը մարտ ամսին վարկային միջոցի տեսքով, պարտատոմսեր թողարկելով, փոխարու միջոցներ վերցնելով իրականում արդյունք չի ստեղծել, բայց այդ 750 միլիոն եւ տարեկան 53 միլիոն 250 հազար 10 տարով սպասարկելով Հայաստանի Հանրապետության ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գները թանկանում են։ Ինչու՞, որտեղ պետական արտաքին եւ ներքին պարտքը ուղիղ համեմատական կապ ունի յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվող համախառն ներքին արդյունքի վրա, այսինքն մատուցվող ծառայությունների եւ ապրանքների գների վրա։ Միայն 10 տարով 750 միլիոն դոլարի եվրոյի վարկային պարտավորությունը միայն 10 տարում 532 միլիոն 250 հազար եվրո միայն տոկոսն է կազմում եւ 750 միլիոն եվրոն եւ 532 միլիոն 250 հազար եվրոն գումարելիս իրականում մենք ունենք 1 միլիարդ 282 միլիոն 500 հազար եվրոյի պարտավորություն, այսինքն այն, որ մենք ասում ենք 25 թվականին 14 միլիարդ արտաքին եւ ներքին պարտք ունենք, իրականում նա անհամեմատ ավելին է, որտեղ մենք չենք շեշտում, որ այդ 14 միլիարդը ամրագրված է տարեկան սպասարկվող տոկոսադրույքներով եւ սպասարկումով, որտեղ կան վարկատեսակներ, որոնք միայն տոկոսադրույքներն են սպասարկում եւ վերջնաժամկետի ժամանակ մայր գումարն է տրվում եւ կամ պարտավորություններ, որոնք եւ մայր գումարը եւ տոկոսադրույքներն են վճարում։ Միայն 2024-25 թվականի պետական բյուջեի ձևավորմամբ շուրջ 2 տրիլիոն 300 միլիարդ դրամ է եղել, իսկ ակնկալվող եկամուտը 3 տրիլիոն շուրջ 200 միլիարդ, իսկ պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է միայն 25 թվականին 604 միլիարդ դրամ։ Այդ պետական բյուջեի դեֆիցիտը հենց այն արտաքին եւ ներքին պարտքի ձևավորումն է հանդիսանում, որը կառավարությունը ստիպված վերցնում է, որպեսզի կարողանա սպասարկի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված պետական բյուջեի կատարողականը։ Պետակ առհասարակ համաշխարհային, վարկային պարտավորությունները բոլոր պետություններ շուրջ 34 տրիլիոն դոլար է անում։ Այդ 34 տրիլիոն դոլարի մեջ նաև մտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին պարտքը, այս պայծրությամբ 14 միլիարդ դրամը եւ տարեկան սպասարկվող տոկոսադրույքները։ Եվ 2026 թվականի պետական բյուջեի կատարողականով ունենալու ենք շուրջ 570 միլիարդ դրամի դեֆիցիտ, որը նույնպես պետք է իրականություն դառնա արտաքին եւ ներքին պարտքի ավելացման։ Բայց եկեք խոսենք նաեւ մի փոքր արտաքին համախառն ներքին եւ համախառն արտաքին պարտքի մասին։ Եթե մենք միայն խոսում ենք կառավարության արտաքին եւ ներքին պարտքի մասին, մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը նույնպես վարկային փոխարու միջոցներ է վերցնում,
նույնպես ավանդներ է ներգրավում, որպեսզի վարկեր տրամադրի թե բիզնես միջավայրին, թե հասարակ քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության խոշոր տնտեսվարող սուբյեկտները նույնպես վարկային միջոցներ են ներգրավում իրենց բիզնեսի կայունության եւ խոշորացման համար եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում նաեւ վարկային ռեսուրսներ են վերցնում քաղաքները, մարզպետարանները, գյուղական համայնքները այս կամ այն ծրագիրը իրականացնելու համար եւ ընդհանուր Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին եւ ներքին պարտքը միասին վերցված, կենտրոնական բանկի պարտքը առանձին վերցված 14 միլիարդը շուրջ 2 անգամ գերազանցում է, ել չհաշվարկելով նրա տոկոսադրույքները եւ այդ ողջ վարկային պորտֆելի սպասարկումը յուրաքանչյուր Աստծո օր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են իրականացնում եւ սպասարկում իրենց ամենօրյա աշխատանքի արդյունքում գեներացված եկամուտով, գնումներ կատարելով կամ օգտվելով մատուցվող ծառայությունից։ Հայաստանի Հանրապետությունում կառավարության պարտքը, կենտրոնական բանկի պարտքը, բանկային կառույցների պարտքերը, տնտեսվարող սուբյեկտների պարտքերը, այդ ամբողջը միասին 3 ուղղությամբ է սպասարկում յուրաքանչյուր տարի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որը հունվարի 1-ի տվյալներով 2025 թվականի 3,84,400 մարդ է եւ 2,600,000 մարդ միայն 24 թվականին որպես զբոսաշրջիկ եկել է Հայաստան եւ այդ տնտեսվարող սուբյեկտները, որը արտահանում են արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ձևա արտաքին շուկա վաճառքի համար եւ գեներացնում են եկամուտ, որը կոչվում է համախառն ազգային արդյունք, այս 3 կոմպոնենտները արտաքին շուկայի սպառման շուկան, զբոսաշրջիկները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները յուրաքանչյուր աստծո սպասարկում են Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին եւ ներքին պարտքը։ Բայց մենք ունենք մի կարևորագույն խնդիր նույնպես, այն որ տարեստարի պետական արտաքին եւ ներքին պարտքը ավելանում է, դա կարելի ասել բնական գործուն է, որովհետեւ դրանով կառավարությունը խնդանում է տնտեսության զարգացվածության աճը, դրանով կառավարությունը կարողանում է իրականացնել սոցիալական ծրագրեր, կապիտալ ծախսեր, այո, դրանով կառավարությունը կարողանում է կայունացնել Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը, բայց Հայաստանի Հանրապետության առջև ոչ այնքան ավելի ծառացած է, 14 միլիարդ դոլարի արտաքին եւ ներքին պարտքի սպասարկումը, այլ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած է ել ավելի ողբերգական դաժան իրականություն, Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիկ պատկերը, դա որն է։ Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի հունվարի 1-ի տվյալներով շուրջ 3,84,400 մարդ է, որ ինձ համար հավաստի տվյալներ չեն, հետևաբար Հայաստանի Հանրապետության փողոցներում, գյուղական համայնքներում, քաղաքներում մենք կտեսնենք մարտաշատ քաղաքացիների։ Իրականում Հայաստանի Հանրապետության բնակչությունը շուրջ 2,300,000 լավագույն դեպքում մարդ է։ Թիվը ուռճացվում է, որպեսզի կարողանանք վարկային ռեսուրսներ ներգրավենք եւ հուսալի լինենք այն սպասարկելով։ Հիմա տեսեք, ազգաբնակչության միայն ՄԱԿ-ի տվյալներով, եթե բնակչության 7%-ը գերազանցում է 55 տարեկանը, 65 տարեկանը ներողություն, այդ ազգը համարվում է ծերացող։ Իսկ եթե ազգաբնակչության 14%-ը գերազանցում են 65 տարեկան եւ ավելի մարդիկ, այդ ազգը համարվում է ծերացած։ Եվ տեսեք, Հայաստանի Հանրապետության թոշակառուները շուրջ 600,000-ն են, որը մեր ազգաբնակչության 20%-ն է, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը համարվում է ծերացող։ Հայաստանի Հանրապետությունում պահպանվում են արտագաղթի տենդենսները, իսկ արտագաղթում են հիմնականում երիտասարդ ընտանիքները իրենց անչափահաս երեխաներով, որը պետք է մնային Հայաստանում, հանրային բարիք ստեղծեն եւ ինչու՞ չէ սպասարկեն բոլորիս համընդհանուր արտաքին եւ ներքին համախառն պարտքը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը շերտավորելով 3 խմբի, մինչ աշխատունակ տարիք դա մեր անչափահաս երեխաներն են, աշխատունակ տարիք դա հիմնականը 25-ից 55 տարեկան ակտիվ հատվածն է եւ 65 եւ ավելի դա մեր թոշակառուներն են, որոնք ոչ աշխատունակ տարիքում են։ Իդեպ 600,000 թոշակառուներից շուրջ 73,000-ը աշխատում են, գրանցված աշխատողներ են։ Եվ իմի տեսեք պարադոքսը որն է։ Ինչու է արտաքին պարտքը տարեստարի ավելանում, բայց այն սպասարկելը ավելի է բարդանալու։ Հիմնականում այդ 600,000 թոշակառուները իրականում եկամուտ չեն գեներացնում իրենց
աշխատանքի արդյունքը, որտեղ շուրջ 20%-ն է աշխատում թոշակառուների եւ այն 80%-ը պարզապես ապրում են պետության կողմից տրամադրվող այդ փոքրաթիվ, փոքր թոշակներով։ Եվ երկրորդը աշխատունակ տարիքը շուրջ 800,000 գրանցված աշխատողներ եւ այն 200,000 չգրանցված 200,000 գործազրկություններ, որի իրականում 100,000-ը թաքնված զբաղվածություն է եւ մեր անչափահաս եւ ուսանողական երեխաները։ Եվ 800,000 գրանցված աշխատողը գեներացնում է Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը։ Իսկ եթե ավելի մանրամասն վերլուծենք, 800,000-ը շուրջ 400,000, 370-ից 400,000-ն է, որ արտադրության, արդյունաբերության, իրական տնտեսության ոլորտում է հանրային բարիք է ստեղծում։ Եվ հետևաբար ինչ է տեղի ունենում։ Այդ 400,000-ը իրականում գեներացնում է Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը, որը միայն 25 թվականին նախատեսվում է շուրջ 25 միլիարդ դոլար, եւ այդ 400,000 ազգաբնակչությունը պետք է կերակրի Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը եւ ինչպես նաեւ սպասարկի արտաքին եւ ներքին պարտքը։ Մի պարզ օրինակ բերեմ։ Եվ պայմանական մի ընտանիք վերցնեմ։ Ընտանիքը բաղկացած է 4 հոգուց, որը ունի 10 միլիոն վարկային պարտավորություն եւ նրա տարեկան եկամուտը, 7 միլիոն դրամ է։ Հետևաբար պարտք ընտանեկան բյուջե հասկացությունը 70% է եւ այդ ընտանիքը բաժանելով այդ 7 միլիոն այդ 4 բնակիչների վրա, ընտանիքի անդամների վրա, գալիս է մոտավորապես շուրջ 1.8 միլիոն դրամ։ Եվ այդ 1.8 միլիոն դրամը համարվում է տվյալ ընտանիքի յուրաքանչյուր անձի ՀՆ-ը։ Եվ այդտեղից գնում են կոմունալ վճարումները, վարկային սպասարկումները, գնումները, մատուցող ծառայությունների օգտվել։ Նույնն էլ պետության մակարդակով է։ Մենք յուրաքանչյուր Աստծու օր սպասարկում ենք այդ պետական եւ արտաքին պարտքը։ Իսկ մեր կառավարությունը 8 տարվա մեջ այդքան ավելացնելով մեր արտաքին եւ ներքին պարտքը, իրականում արդյունք չստեղծելով ծանր բեռ է թողում այսօրվա եւ ապագա սերունդների համար այդ վարկային ռեսուրսները սպասարկել, բայց աղետալին այն է, որ մեր բնակչության թվականակը նվազում է եւ արտաքին պարտքը ավելանում է, որը հանգեցնելու է նորանոր վարկային ռեսուրսների ներգրավմանը, որը հանգեցնելու է ինչու՞ չէ նաեւ ապրանքների եւ մատուցող ծառայությունների գների շեշտակի աճին, որը բացասական է անդրադառնալու մեր ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Գրանցված աշխատունակ մարդը, որը աշխատավարձ է ստանում, չի կարողանում իրեն շռայլություններ թույլ տալ։ Ուր մնաց մեր 600,000 թոշակառուները։ Այո, մեր 600,000 թոշակառուների թոշակը բավականին ցածր է, միջինը 47,000 դրամ։ 47,000 դրամով հնարավոր չի լիարժեք մեկ ամսվա կտրվածքով պարզապես քաղաքացին ապրի։ Եթե մենք խնդիր ենք դնում հասարակության բոլոր շերտերը ոչ թե ապրեն, այլ պարզապես գոյատևեն կամ գոյապայքարի, պատրաստվեն, այո, այդ խնդիրը մեր առջև դրված է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե ապրում են, այլ գոյապայքարում են։ Ինչ պետք է անի կառավարությունը, որպեսզի արտաքին եւ ներքին պարտքը չավելանա։ Առաջին հերթին թող մի փոքր կրճատեն իրենց կողմից շռայլությունները։ Դա ո՞րն է։ Պարզապես կամք դրսևորեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը 50%-ով կրճատեն, վստահեցնում ձեզ միլիարդավոր դրամների խնայողություն կլինի պետական բյուջե։ Երկրորդը, պետական ծառայողական մեքենաների թվականակը սարսափելի մեծացել են առավել ևս Նիկոլ Փաշինյանի օրոք, եւ ես հիշեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը, երբ նա այդ ժամանակ ազգային ժողովի ընդդիմադիր падգամավոր էր, խոսում էր, որ Դանիայում 42 պետական ծառայողական մեքենա կա։ Պարոն Փաշինյան, այս պահի դրությամբ երևի ձեզ ուղեկցող պետական ծառայողական մեքենաները արդեն գերազանցում են 40 հատը։ Ուր մնաց ձեր այդ բոցաշունչ ելույթը, որ դուք գաք իշխանության եւ այդ падավատապետություն հասկացությունը վերացնելու եք։ Եվ առհասարակ որքանով է թափանցիկ Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի ծախսերի իրականացում։ Միայն այն, որ նախատեսված է 26 թվականին պետական բյուջեից պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատմանը, այստեղ հարց է առաջանում։ Եթե մենք կրճատում ենք պաշտպանության ոլորտի ծախսերը, այդ դեպքում այդ խնայողությունները ո՞ր ոլորտ են գնալու։ Սոցիալական ոլորտ։ Դուք հարց տվել եք ձեր քաղաքացիներին, որն են նախընտրում՝ հարաբերականորեն լավ ապրելը, թե սահմանների անառիկ լինելը, թե ունենալ կայուն զարգացող պրոֆեսիոնալ բանակ։
ձեռք բերել նորանոր տեխնիկաներ, զարգ տալ Հայաստանի Հանրապետությունում ռազմաարդյունաբերությանը, թե պարզապես ֆինանսական ռեսուրսներ եք խնայում էլ ավելի ցոփ շվայց կյանքով ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետական բյուջեն օբյեկտիվորեն ելնենք, ասում են ի վիճակի չի թոշակները բարձրացնել։ Այո, եթե անգամ 3000 դրամով 26 թվականի հունվարի 1-ին թոշակները բարձրացնի կառավարությունը, այդ 3000 դրամը էական կենսամակարդակի բարձրացում չի կարող թույլ տալ թոշակառուն, բայց դա ծանր բեռ կլինի շուրջ 30 միլիարդ դրամ թոշակն պետական բյուջեի վրա, որի սպասարկումը կամ հարկերի տեսքով հավաքագրումը էլ ավելի բացասական է անդրադառնալու ապրանքների և մատուցող ծառայությունների գների վրա։ Կամ բազմաթիվ մարդիկ, որ ասում են, մեր կառավարությունը ի վիճակի է 50%-ով թոշակառուների թոշակը բարձրացնել, հարց է առաջանում, թոշակառուների ամեն ամսվա վճարվող թոշակները դա միանվագ գումար չէ, որ պարզապես մի տեղից վերցնել և տալ, ոչ, նա ամեն տարի, ամեն ամիս, ամեն տարի վճարվող գումարներ է և թոշակները ոչ թե պետք է քաղաքական գործոնից ելնելով բարձրացնել, այլ թոշակները պետք է բարձրանան օբյեկտիվորեն տնտեսական իրական պատկերը հաշվարկելով։ Այսօրվա մեր տնտեսությունը ի զորու չէ թոշակները բարձրացնել և այնպես բարձրացնել, որ թոշակառուները կարողանան ոչ թե գոյատևել, այլ ապրել։ Եթե մենք խնդիր ենք դնում 2, 3, 4, 5 հազար դրամով, թոշակները բարձրացնենք, որպեսզի քաղաքական PR լինի և 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, վստահեցնում եմ ձեզ իրեն կհաջողվի։ Բայց 26 թվականի պետական բյուջեի նախագիծը տեսնելով, այնտեղ համենայն դեպս այս պայդրությամբ նշված չի թոշակների ավելացման, այլ պարզապես խոսք է գնում խեժբեկ հասկացությանը, որ թոշակառուները կարող են քարտով թոշակները ստանալ և գնումներ կատարել խոշոր առևտրի կենտրոններից և որոշակի գումար ետ կվերադարձվի և ամսական շուրջ 3-4 հազար դրամ իրենց թոշակը կավելանա։ Այսինքն թոշակառուն ստանալու է պայմանական իր թոշակը, գնումներ է կատարելու և իր կատարած գնումների արդյունքում իր թոշակը մի քանի հազար դրամով կավելանա։ Հիմա հարց է առաջանում։ Հաշվարկարել են, թե 600 հազար թոշակառուների քանի տոկոսն է ապրում Երևան քաղաքում և խոշոր քաղաքներում և քանի տոկոսն են ապրում գյուղական համայնքներում։ Արդյոք մոնիտորինգ արել են 600 հազար թոշակառուները իրենց քարտերով քանի տոկոսն են ստանում այդ թոշակը։ Եվ երկրորդը, քանի տոկոսն են գնումներ կատարում հանրային սուպերմարկետներում կամ խոշոր խանութների ցանցում։ Հաշվարկարել են, քանի տոկոսն են գյուղական համայնքներում գնումներ անում և առհասարակ թոշակառուներն են գնումներ անում, թե պարզապես այդ քարտը ընտանիքի անդամների ձեռքում է, որը պետությունը փողը փոխանցելով այդ քարտի վրա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թոշակառուների դեմս իրենց ընտանիքի անդամները այդ գումարը վերցնելով կոմունալ վճարումներ են կատարում կամ պարզապես մի փոքրիկ խոշոր գումար են անում ամսական կտրվածքով, ասենք մի քանի տարաձետ, մի քանի կիլո այլուր, մի քանի կիլո բրինձ, ընդհանուր պատկերը բավականին տխուր է։ Տեսեք, եթե մենք խնդիր ենք դնում պետական բյուջե, այնպես կազմենք, որ կարողանանք սոցիալական խնդիրներ լուծենք, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն արդեն իսկ սոցիալական է բազմաթիվ տարիներ։ Եթե մեր պետական բյուջեն միայն սոցիալական խնդիրներ պետք է լուծի, հետևաբար ինձ կարող եք ասել, բա որ կառավարությունը պետք է գա և ձևավորի այնպիսի բյուջե, որը կապիտալ ծախսեր կիրականացնի, նոր ջրամբարներ կկառուցվեն, ճանապարհներ կկառուցվեն, երկաթգիծ կկառուցվի և առհասարակ իրական տնտեսության ոլորտում կիրականացվեն, այո, նաև կառավարության միջոցներով ներդրումներ։ Եթե պետությունը խնդիր է դնում իր առջև արտաքին և ներքին պարտք ավելացի, թող խնդիր դնի իր առջև նաև շուրջ 7 միլիարդ դրամ արտաքին պարտքի կտրուկ ավելացում իրականացնի նոր ատոմակայան կառուցի, որը եկամտաբեր կլինի 5-ից 7 տարի հետո։ Եվ Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ անվտանգության խնդիր չի ունենա։ Եթե խնդիր է դնում իր առջև պետական արտաքին և ներքին պարտք ավելացնի, թող ավելացնի շուրջ 1 միլիարդ դրամով և Հայաստանում կառուցվի շուրջ 15 խոշոր ջրամբարներ, ջրային ռեսուրսների գեներացում կլինի և արդյունավետ կառավարում կլինի, որը զարկ կտա գյուղատնտեսությանը, կաթիլային ոռոգման արդյունքում ջրի խնդիր չենք ունենա ոռոգման և երկրորդը հիդրոէլեկտրակայաններ կկառուցենք և լրացուցիչ էլեկտրաէներգիայի արտադրություն կունենանք և ներքին շուկայում սպառման արժեքը ցածր կլինի և կարտահանենք ավելի մատչելի գնով մրցունակ կլինենք։ Եթե կառավարությունը խնդիր է դնում իր առջև արտաքին և ներքին պարտքը ավելացնի,
կարող է այդ ներքին եւ արտաքին պարտքը ավելացնելով կամուրջներ կառուցեն, ենթակառուցվածքներ կառուցեն, հյուսիս հարավը ավարտեն, որ այդքան վարկային ռեսուրսներ են վերցնում եւ դեռ ավարտին չի հասել։ Միայն անցած տարի կառավարությունը 206 միլիոն դոլարի վարկ վերցրեց հյուսիս հարավի Սյունիքի հատվածում կառուցելու համար։ Հարց է առաջանում, այդ գումարը արդյունավետ ծախսվում է թե ոչ, եւ քանի տոկոստ է հյուսիս հարավի այդ հատվածը կառուցված։ Այստեղ ֆինանսների նախարարի եւ էկոնոմիկայի նախարարի ելույթները եւ մեկնաբանությունը լսում ենք արտաքին եւ ներքին պարտքի հետ կապված, լսում ենք պետական բյուջեի կատարողական հետ կապված, հարկագանձումների հետ կապված, տուժ-տուգանքների հետ կապված, տրանսֆերտների հետ կապված զավեշտի մի ժանր է, դեպքում ինչու է Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացին վատ ապրում, ինչու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենասուր գոյապայքարի գնում, ոչ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն անարդյունավետ է ծախսվում, Հայաստանի Հանրապետության կողմից ներգրավված արտաքին եւ ներքին պարտքը անարդյունավետ է ծախսվում, պարզապես մխսվում է։ Եվ ցավն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն գիտակցում եւ պարբերաբար տրտնջալով խանութներում, տարբեր վայրերում գնումներ կատարելով ասում են օրեցօր ապրանքի գները աճում են, այո, օրեցօր ապրանքի գները աճում են, որովհետև Հայաստանի Հանրապետության տնտեսությունը տեղում դոփում է, բայց Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած վարկային պարտավորությունները ավելանում են եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր տարի եկող զբոսաշրջիկները եւ Հայաստանի Հանրապետությունից արտադրված ապրանքների արտահանման արդյունքում այո, սպասարկում ենք արտաքին եւ ներքին պարտքը եւ որքան ավելանում է արտաքին եւ ներքին պարտքը եւ այն եկամտաբեր չի լինում ապագայում ինչու՞ չէ նաեւ եւ այն անարդյունավետ է ծախսվում Հայաստանի Հանրապետությունում այո յուրաքանչյուր օր կամ ամսվա կտրվածքում մենք տեսնում ենք մատուցող ապրանքների ծառայությունների եւ ապրանքների գների աճ։ Շնորհակալություն Պարոն Արտուրյան, առանց կունենանք կարծում էլի այս թեմաների հետ կապված խոսելու։ Շատ շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։